Հարցես։ Մի քանի թեմաներ ենք առանձնացրել, թերևս ճիշտ կլինի, այսպես նախնական զրույցը մտածում էի սոցիալական հարցերից սկսել, բայց թերևս ճիշտ կլինի սկսել ձեր կուսակցության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի թեմայից, ես քիչ առաջ խոսում էի դրա մասին, այսօր դիմադրության ցավոք սրտի, բայց այնպես է ստացվել երկու ճակատ ունենք։ Մեկը հայ առաքելական եկեղեցին է, որ շարունակում է դիմադրել, իհարկե դժվար է ասել կդիմադրի միջև վերջ թե ոչ, որովհետև այսօր մենք մի քանի երկիր կոնկրետ ծրագրավորել են հայ առաքելական եկեղեցին հիմնարար ոչնչացնել, եւ երկրորդ ճակատը, չգիտեմ կհամաձայնեն թե ոչ, Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներն են, որ այսքան տառապանքից, այս ողբերգությունից, այս խոշտանգումներից, այս ամեն ինչից հետո ինչպիսի բացառիկ հայ պիտի լիներ, որ կարողանար կամայնություն դրսևորել եւ խոսել ինչ-որ բաների մասին, նախ բարձր բաների մասին եւ հոգեվորի եւ մարդկայինի եւ ազգայինի, եւ դրա հետ միասին նաեւ խոսել Արցախի հավերժության մասին եւ արցախահայության մասին։ Այդպիսին է Ռուբեն Վարդանյանը։ Երեք չառաջ օրը նորից ընտանիքի հետ խոսելուց խոսք է եղել, իսկապես շաքավելու աշխյան ինչ-որ բաներ են։ Չգիտեմ, ինչ է արվում այս ուղղությամբ։ Ակնհայտ է այս սրիկա իշխանությունը դավաճանել է մեր հայրենակիցներին։ Ինչ է մնում անել մեզ եւ ինչ ուղղությամբ մենք պետք է փորձենք աշխատել եւ արդյոք մենք մեր հանրության մեջ կարողացել ենք մտցնել այն դիտակցումը, որ մեր ամենաբարձր բան հայ հայրենակիցները այսօր գտնվում են նաեւ հանուն մեզ ու հայրենիքի Բաքվի բանտում։ Խնդրեմ։ Ակնհայտ է, որ Բաքվի այդ այսպես կոչված դատավարությունը ոչ միայն այս անձանց դեմ էր, այլ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ էր, որովհետեւ երբ նայում ենք այդ դատավարության ամբողջ ընթացքը, այն հանցագործությունները այսպես կոչված, որ ներկայացում էր, դա խոսում էր Հայաստանի Հանրապետության մասին, որ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթել է այդ տարածքը եւ այլն, ադրբեջանցիների դեմ հանցագործություններ եւ այլն, ակնհայտ է, որ այդ ամենը կեղծիք է, բոլորս գիտենք այդ ամբողջ պատմությունը։ Եվ ի պատիվ այնտեղ գտնվող մեր հայրենակիցների բոլորս էլ ինչքան էլ հասկանում ենք, բայց անհնար է պատկերացնել, թե ինչ վիճակում են արդեն 2 տարուց ավելի գտնվում այդ մարդիկ դատավարության ընթացքում վստահ եմ բազմաթիվ ճնշումների ներքո այդպես էլ չեղավ ցուցմունքներ Հայաստանի Հանրապետության դեմ եւ այդ մարդիկ բարձր պահելով իրենց պատիվը, իրենց հայ լինելը ներկայացրեցին այն, ինչ որ տեղի ունեցել, այո, որ եղել է Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտում եւ արել են ամեն ինչ իրենց հայրենիքում ապրելու հետ կապված եւ նույնիսկ միջազգային հանրությունն էլ ինչքան էլ որ այդ ինֆորմացիան ստացվում էր միայն ադրբեջանական աղբյուրներից, ակնհայտ տեսավ, որ այս ամենը ուղղակի ֆարս է, իրականության հետ կապ չունի։ Եվ Ռուբենը եւ մյուսները այդ մասով բացառիկ սկզբունքայնություն են դրսևորում իեջուկս իշխանությունների, որ գտնվելով իրենց տաք կաբինետներում հայկականությունը ոչ միայն այսինքն ոչ միայն Արցախի հետ կապված, այլ Հայաստանի հայկականության հետ կապված վախվխում են ասել ակնհայտ ճշմարտությունը, հետեւաբար Բաքվում տեղի ունեցածը իհարկե մեծ ողբերգություն է եւ նաեւ Ռուբենի այդ խոսքը, որ դատավարության երբ ամբողջ ընթացքում ինքը ոչինչ չէր խոսում, ցուցմունք չէր տալիս, վերջի նիստի ժամանակ նաեւ մի քանի անգամ Արցախի անունն է հնչեցրել, սա խոսում է այն մասին, որ Ռուբենի սկզբունքայնությունը կասկած չի հարուցում եւ այն նվիրումը, որ ունի Հայաստանին եւ Արցախին, շարունակվում է նույնիսկ Բաքվում գտնվելով եւ մենք վստահ ենք, որ Ռուբենի եւ նաեւ մեր մյուս հայրենակիցների վերադարձը հնարավորություն է տալու շարունակել իրենց նվիրումը Հայաստանին։ Ցավոք Հայաստանի իշխանությունները ինչքան էլ ասում են այս հարցով զբաղվում են, բայց զբաղվելը մի այլ բան է, այսինքն ասում են բարձրաձայնում են, գիտեք, ինչ գերիների մասին կարող են բարձրաձայնել, ասենք ընդդիմության ներկայացուցիչները, քաղաքացիները, լրագրողները, իշխանությունները չպետք է բարձրաձայնեն, ասում են դե մենք բոլոր հանդիպումներում բարձրաձայնում ենք, մենք էլ ենք բարձրաձայնում, բայց դուք ունեք իշխանություն, դու բարձրաձայնելու փոխարեն դուք պետք է զբաղվեք։ Հավատում եք, որ բարձրաձայնում եք, բերանը բացած Թրամփը ասում է գնա ընկերոջն է գտել, ընկերներով Դե, ասում եմ, եթե նույնիսկ եթե համարենք, ընդհանրապես բարձրաձայնել պետք չէ։ Ակնհայտ է, որ գերիների արկայությունը միջազգային բոլոր նորմերի խախտում է,
Եվ սա ոչ թե ինչ որ հայ-ադրբեջանական ինչ որ հակասություն է, հա, սահմանազատում ենք անում, սա ենք անում, ակնհայտ խախտում է եւ Ադրբեջանը, իսկի չի էլ ասում, որ մենք գերիներ ունենք ադրբեջանցի։ Իսկ միակողմանի խնդիր է, որը պետք է լուծվի եւ մի կարևոր հանգամանք էլ, երբ որ Հայաստանի արտգործնախարարությունը այս կեղծ դատավարություններից հետո հերթական քայլ լռությունն է ցուցաբերում, սա խոսում է այն մասին, որ այդ լռությամբ չեն հերքում այս ամենը։ Այնինչ Ադրբեջանը ինչ քաղաքականություն վարեց։ Գերիներից այս մարդկանց վերածեց ճակերտավոր հանցագործներ ու հիմա աշխարհին ասում այս մարդիկ գերի չեն, տեսեք, հանցագործություն են արել, ես է դատել եմ։ Եվ Հայաստանի իշխանության քաղաքականությունը առաջներտին պետք է լինի այդ կարգավիճակի ամրագրումը, այսինքն պետք է Հայաստանի արտգործնախարարությունը ցույց տա, ասի, որ այս մարդիկ հանցագործություն չեն արել, այդ ինչ որ մեղադրվում եք։ Հա, հա, Օրենը մոտենում են ցեղասպանություն, Սումգայիթում ցեղասպանություն իրականացած, Կիրովաբադում։ դրա մասին խոսելու փոխարեն լռում են, այս մարդիկ էլ հիմա եկեք պարզ հասկանանք, այն ինչ որ կատարում է, այդ մեր մասին է, մենք գիտենք։ Միջազգային հանրությունը պարտավոր չի մտնի դետալների մեջ, հասկանա ինչա տեղի ունեցել։ Հիմա մենք էլ որ ինչ որ երկրներում իրադարձություն է տեղի ունենում, լուրերը նայում ես, կարաս ունենաս միակողմանի կարծիք երկու երկրի միջև։ Հիմա փոխանակ արտգործնախարարությունը բոլորին հրավիրի, ասի որ այս մարդիկ հանցագործություն չեն կատարել, վերահաստատի իրենց գերի լինելու կարգավիճակը։ Հանցագործ Ալիևն է խոսում, Հա, հələ պատասխան չի տվել Բաքվի համար։ հա, դեռ մի բան էլ գնում ներկայացնում է, որ այս մարդիկ նացիստների նույն վարքագիծն են վարում։ Գնահատե որ այս իշխանության օրոք սпасել գեյների վերադարձ անհնար է։ Իհարկե չեմ բացառում, որ փառք Աստծո թող բոլորն է օր առաջ վերադառնան, նույնիսկ մեկ հոգու վերադարձը շատ կարևոր է։ Հնարավոր է նախընտրական փուլում էլի մի քանի հոգու վերադարձ լինի, էլ եմ ասում։ Նույնիսկ նախընտրական իրավիճակում, եթե մարդ կվերադառնա, թող նույնիսկ այդ գնով վերադառնա, ամենքի վերադարձը մեկ օր շուտ կարևոր է, բայց առնվազն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը գրեթե այս պարագայում չասենք բացառված է, բայց շանսերը շատ փոքր են եւ միանշանակ սա էլ է մի կարևոր ազդակ, որ իշխանապողությունը օրասական է եւ միայն նորմալ Հայաստանի շահերը պաշտպանող իշխանության պարագայում է հնարավոր այս հարցը լուծել։ Մենք հակված չենք այն մտքին, դիմացներս գիտենք, Ալիևն է իր հակահայ քաղաքականությամբ, այնպես չէ որ իշխանապողությունից 1 ժամ հետո գերիները կվերադառնան, բայց գոնե գիտես պետք է լինի մի իշխանություն, որը տեր կկանգնի։ Ընդ որում այս մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ սա Հայաստանի իշխանության պարտականությունն է պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Չէ, բայց նաեւ եթե նորմալ իշխանություն լինի, ինչ որ դիմաց ինչ որ բան էս մարդը տարածքները տալիս է, պատրաստ է սահմանադրությունը տալ, անկախության հռչակագրից հրաժարվել, Սյունիքի միջանցքով, բանով։ Ու դիմացը ոչ մի բան չկա, էլի։ Ակնհայտ է, որ նաեւ այս փուլում Ամերիկայի ներգործությունը եւ Ամերիկայի շահագրգռվածությունը բացառիկ առիթ էր։ Նույն օգոստոսի 8-ին Հա, օգոստոսի 8-ին վստահ է, որ եթե օգոստոսի 8-ին Հայաստանի իշխանությունը ասեր հենց այս պահին մի հատ զանգեք թող այդ գերիները վերադառնան, նոր մենք այս թղթերը ստորագրելու ենք, Թրամփը իր հեղինակությունը պահելու համար հաստատ կաներ, բայց Թրամփը ասում է ջան, որ քեզ այս հարցը չի հետաքրքրում։ Ես ինչի պիտի ինգնեմ, ասենք ձեր գերիներով զբաղվեմ, հա։ Միանշանակ, բայց մյուս կողմից աշխարհը նաև պետք է տեսնի, որ սա բացառապես Հայաստանի իշխանությունների վարքագիծն է, հայ ժողովուրդը միանշանակ պատասխանատու է իր հայրենակիցների համար, իր քաղաքացիների համար, թեև Դեք իհարկե տեսանելի փորձում ենք հիմա Վստահ ենք, որ սա էլ հենց իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը ժողովրդի կողմից, նաև գերիների հարցի վերաբերմունք կլինի։ Մնացածն էլ ժողովուրդը բնական է, որ ճնշող մեծամասնության համար ցավ է գերիների առկայությունը եւ ամեն ձև փորձում ենք նաև մենք էլ այս հարցը տակ պահել եւ միջազգային գործընկերների հետ եւ հրապարակային նաև ոչ հրապարակային, որպեսզի հասկանան, որ այս իշխանության հարցը չէ, այլ սա հայ ժողովրդի հարցն է։ Շատ լավ, մենք տեսնում ենք ամեն օր սպանություններ եւ կրակահերթեր։ Երկրի ներսում բանդաներ են, բառից բուն իմաստով բանդաներ են գործում։ Եթե ընտրվում ես քաղաքապետ, կամ կսպանվես, կամ կբանտվես։ Եթե ինչ-որ հարցերում ինչ-որ կիսելու բան կա, ուրեմն մենք պիտի հետևում է դրան դանակահարություններ։ Տեսանք թե ուրբաթ օրը ինչ տեղ ունեցավ։ Հաջորդ օրը մյուս քաղաքում էլի դանակահարություն եւ սպանություն։ 3
Մեկ ժամվա տարբերությամբ կամրջի տակ հայտնաբերվում է նախկին ռազմազին դատախազ, դիմացի մայթը Սուրբ Սարգսի տակ մեկ ժամ հետո հայտնաբերում են նոր դիակ։ Ինչի մեջ է մեր երկիրը, ես ուզում եի սրա մասին խոսեիք եւ նաեւ ձեր կուսակից ընկերոջ սպանության մասին, սա արդյոք կրակեր չէ ընդհանրապես հայ ժողովրդի վրա, այն իմաստով, որ դու այլևս իրավունք չունես ինչ-որ մի բան որոշելու։ Որոշել ես, որ քո կամքով պիտի լինի համայնքապետ, ուրեմն չի լինի, ինքը կսպանվի։ Չգիտեմ, ես կուզենայի այս ամբողջի մեջ տեսնենք, արդյոք մի շղթա չեք տեսնում։ Այն որ այս քրեական բեսպրիձելը ես անպատժելիությունը բավականին մեծ ծավալների է ասել եւ ցավոք ոչ միայն քաղաքական դաշտում, այլ սովորական քաղաքացիները յուրաքանչյուր օր կարող են բախվել մի միջադեպի, որովհետեւ այս վերջերս էլ բազմաթիվ միջադեպեր, որ մենք տեսնում ենք, ուղղակի բախտիքը մահաճույքով Աստծո կամոք, որ պատական մարդիկ այդ ամենի զոհ կամ վիրավոր չեն դառնում, օրը ցերեկով ավտոմատով կրակահերթեր են տեղի ունենում եւ բնակելի հատվածներում։ Միանշանակ սա իրավապահ համակարգի թերության հետևանք է, որ թողած հանցագործությունները եւ պոտենցիալ հանցագործությունները իրավապահ համակարգը զբաղված է միայն քաղաքական խնդիրներ լուծելով։ Եթե 3-4 հոգի միտեղ հավաքվի մի հատ քաղաքական ակցիա անի, 40-50 ոստիկան է միանգամից ժամանում, բայց մի քանի տասնյակ հոգի անընդհատ ինչ-որ ռազմորկաներ են անում զենքերի արկայությամբ, իրավապահ մարմինները կարծես թե դրանից տեղյակ չեն եւ իրենից հեռու են պահում եւ միայն հանցագործությունը տեղի ունենալուց հետո սկսում են ինչ-որ հաղորդագրություններ, քրեական գործեր եւ այլն։ Ակնհայտ է, որ այն մթնոլորտը, որը նաեւ կա, այս իշխանությունների այս սերմանած ատելության մթնոլորտը բնական է նաև հանրության մոտ էլ, երբ որ հանրության մի շարք հատվածներ շատ հաճախ այս ագրեսիվ մթնոլորտում խնդիրների լուծումը խոսքից միանգամից վերածվում է կռվի, մի կաթիլ մեղրի պատմության եւ զենքի եւ այլ միջոցների գործադրման, որը շատ հաճախ ողբերգություն է առաջացնում եւ բոլորին թվում է այդ ագրեսիան եղակի քաղաքական մթնոլորտ է, բայց սա բերել է հասցրել է կենցաղ, երբ բարեկամները, հարևանները իրար հետ այդ ագրեսիայի դրսևորումը ցուցաբերում են միմյանց նկատմամբ, սա անընդունելի է, մյուս կողմից իրավապահ համակարգի խայտառակ աշխատանքը։ Մենք պաշտոնական տվյալներ 3 անգամ մեծացել է ներքին գործերի նախարարության բյուջեից հատկացումները, 3 ու 6 անգամ պաշտպանության փորձերը, Եվ տեսեք, նույն միայն պաշտոնական տվյալներով Արցախյան պատերազմից հետո վերջի մոտ 13-15 հազար ավտոմատ կա, որը ասում են չի հայտնաբերվել, այսինքն միայն այդքան հարապորինի զենք կա, այլ չասած դրանից առաջ եղածը։ Վերջերս ուսումնասիրում ենք, պարզվում է քրեական օրենսգրքով ապօրինի զենքի արկայության համար սահմանված է ինչ-որ տուգանքներ, առավելագույնը 2 տարի, այն որ յուրաքանչյուր ապօրինի զենքի հետևը պոտենցիալ սպանություն կարա լինի, իսկ այսօրվա իրականության մեջ այդ ոստիկանները, թաղային ոստիկանները շատ լավ գիտեն այդ քրեացին տարերը որտեղ են, առավել եւս մարզերում։ Փոխանակ միանգամից այդ զենքերը զինավ թափեն բոլորին, այդ պատիժները, պարզ ասեմ, երբ որ մենք առաջարկում ենք այդ հանցագործության համար պատիժը խստացնել։ Երբ որ մարդը իմանա, որ ապօրինի զենքի համար 10-15 տարի դատվելու է, բացում է դա երկար ժամանակների խնդիր է եղել։ 10 օր առաջ նորից այդպիսի հավաք է եղել, էլի ինչ որ բաներ է քաշքշոցներ, վիճաբանություններ։ դա ասում, բայց եթե Բայց եթե հանգարց 5 հոգի որոշեն մի հատ քաղաքական ակցիա անեն, 5 րոպե չի տևի։ 5 րոպե չի տևի, երբ որ շենքի դեմը 5 հոգի հավաքվեն, ասեն եկեք գնանք թաղապետարանի դեմը մեր ջրի հարցը բարձրացնենք, 40 հատ ոստիկան հետևից գնում է։ Մտավորականները մեր հարևանությամբ որոշել էին փոքրիկ ակցիա իրականացնել, առանց չափազանցության եմ ասում, 10 մեծ ավտոբուս ոստիկաններ, ուրեմն 2 ժամ առաջ այստեղ լցված։ Ակնհայտ է, որ այսօր ոստիկանությունը իրավապահ համակարգը բացառապես Նիկոլ Փաշինյանի կցորդն է դարձել, Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի անվտանգությունը, իշխանությունը պահպանելու։ Այսինքն, եթե դու վտանգում ես Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, միանգամից դառնում ես հանցագործ։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չես վտանգում, գնում ես 100 հոգի ես սպանում ես, երկիրը վարի ես տալի, իրանց հետաքրքիր չի։ Ասում մեր իշխանությանը մի կպեք, ինչ ուզում եք գնացեք արեք, իրար կերեք։ Մենակ թե իրար ուտելուց մեր իշխանությանը վնաս չլինի։ Բայց մեկը մի հատ Facebook-ում գրառում կանի, կտանեն կկալանավորեն, բայց մարդիկ օրը ցերեկով մարդ են սպանում, միայն տենց տխուր դեմքով ասեն դե հանցագործություն է, մենք հետևողական ենք, նույն Վալոդյա Գրիգորյանի դեպքը։ Հիմա եկել է արդեն հասել է
եկել հասել է արդեն շատ արագ, չգիտես ինչի, այս մի 2 ամսում գործը ուղարկում են դատարան։ Երբ որ բազմաթիվ կասկածներ կան, բազմաթիվ վարկածներ կան, որ այս ամենի հետևում կան կազմակերպիչներ, այսինքն քննչական մարմինները լիարժեք հնարավորություն ունեն շարունակել նախաքննությունը եւ փորձել բացահայտել կազմակերպիչներին, հանցաքննության եւ այլն։ Մարդիկ կան Հայաստանում, չեն փոխանակ այդ մարդկանցով զբաղվեն, այսինքն որևիցե ժամկետային սահմանափակում չունեն։ Այդ հանցագործություն կատարող տականքը կալանքի տակ է, կարող էր մնալ կալանքի տակ, գործը շարունակեն բացահայտել, բայց մի անգամից գործը դե այս մարդը ասում է ամեն ինչ ես եմ արել, այսինքն որևիցե հիմնավորում չկա եւ հիմա գործը դատարանում է, մենք էլ հետևում ենք, որ այդ դատական գործընթացը գոնե հրապարակային լինի նաև այդտեղ ծածկադմփոս չանեն, բայց մեզ համար ակնհայտ է, որ սա այդ մի հոգու արած չէ, որտեղ հենց սկզբից էլ ենք ասել, Վալոդզա Գրիգորյանը որևիցե կենցաղային, որևիցե անձնական խնդիր չուներ, որը կարող էր վերածել նման հանցագործյալ եւ այն անձնավորությունները, որ այս հանցագործությունը կատարել է, բացառում ենք որևէ անձնական մոտիվ, հա, ոչ ճանաչում էր այդ համայնքում նոր հայտնված մի ստահակ եւ այդ ոչ մեկ էլ իրան չէր ճանաչում, որովհետեւ շփում Վալոդզայի ընտանիքի կամ ընկերների հետ նա չէր կարող ունենալ, հետեւաբար ակնհայտ է, որ սա պատվիրված հանցագործություն է եւ այս իշխանության օրոք մենք բացառում ենք այդ հանցագործության բացահայտումը եւ սա մեր համար մեր թիմի նաև անձնական հարց է, որ եւ սա եւ նման հանցագործությունների բացահայտման համար նորմալ արդարադատություն է պետք եւ մենք վստահ ենք, որ իշխանափոխությունից հետո նորմալ իրավապահ համակարգը կատարի իր ֆունկցիան եւ քաղաքական գործընթացների փոխարեն կգնա կզբաղվի հանցագործություններ բացահայտելով։ Շատ լավ, դուք նաև կենսաթոշակների մասին եք խոսել եւ նաև այսպիսի բան եք գրել, ընտանիքը հիմա իր եկամուտներից ավելի շատ մասնաբաժին է հասցնում վարկերի մարմանը, քան կենսապահովման ծախսերին, իսկ այս ամենի պատճառը պարզ է վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2.3%-ով։ Խնդրեմ, դրա մասին կուզենամ մի քիչ ավելի բաց խոսեիք եւ նաեւ թոշակառուների կապված խնդիրները։ Այս վերջի շրջանում կառավարության հերթական անհասկանալի որոշում է, երբ նստում են այդ կաբինետներում, զարմանում ես էլի, այս մարդիկ ամեն ինչ անում են, որ մարդկանց կյանքը բարդացնեն։ Հիմա որոշումը չէ, որ բոլորը պետքա քարտերով ստանան, երբ որ կար հնարավորություն ընտրելու, հա։ Նայում ես մեր մոտ 900-ից ավել բնակավայրերի ճնշող մեծամասնությունում բանկոմատ չկա։ Հիմա այդ մարդիկ լավ է, թոշակը ստանում են։ Թոշակառու մարդը ինչ պետք է անի, իսկի տրանսպորտ չկա, գնա կողքի քաղաք, որ այդ մի քանի կոպեկ, հա, այդ 10, 20, 30 հազար դրամը կանխիկացնի, հետ գա գյուղ, հարևանից կարտոֆիլ ու ասենք լոլիկ գնի, այս ուղղակի աբսուրդի ժանրից է, այսինքն ամեն ինչ թողած էլ դարդոցավ չկա այս երկրում, ընկել են թոշակառուներին ասում են, ձեր այդ 40,000 դրամը պարտադիր պետք է անկանխիկ ստանան։ Ընդ որում մի հետաքրքիր հանգամանք, նայում ես պետական պաշտոնյաների հայտարարագրերը, միլիոնավոր դրամներ այդ մարդիկ կանխիկ են պահում, բայց եթե այդ կանխիկ թոշակը տենց արգելված է, կանխիկ թոշակը հանցագործություն է, բա դուք ձեր ունեցվածքը ինչ եք կանխիկ պահում։ Հələ մի հատ առաջին հերթին մի հատ օրենք ընդունեք, որտեղ պետական պաշտոնյաներին պետք է արգելեք կանխիկ գումար ունենալ, հայտարարագիր են գրում, նայում ես մարդ կա 50 միլիոն դրամ կանխիկ գումար է հայտարարագրել կառավարության անդամ։ Բա արգելեք այդ կառավարության անդամներին, այսինքն ձեր վրա ուժը չի պատում, դրել եք թոշակառուներին, ասում եք այդ 50,000 դրամը կանխիկ, ինչ պետք է անի այդ մարդը, այդ 50,000 դրամը կանխիկ։ Հազիվ հասցնում է գնա իր դեղերը առնի, կոմունալները վճարի, մեկի հարևանից ձու կարակ առնի, ընդհանրենք գյուղերում բնակվողները։ Աբսուրդ է, միանշանակ այս նաև սահմանադրության հստակ իրավունք է մարդու թոշակ ստանալը, սա պետք է հետ վերականգնվի, այսինքն մարդը պետք է ունենա իրավունք ընտրության, ուզում եք քարտով ստացեք։ Ինչի՞ է դեր կարծիքով դա ասում են շահագրգիռ մարդիկ կան իրան ներսում որ բանկ ունեն եւ իրանք գնում են Նիկոլի Խելտերքարյանը ոչ մի բանի չի հասնում, Այո, կա այդ վարկածը, բայց գիտեք ինչ, վաղուց արդեն այս իշխանությունների գործողություններում տրամաբանություն պետք չէ փնտրել։ Չէ, դե այստեղ հիմա բան են անում անմտություն, հա, այսինքն հիմա այդ թոշակառուների այդ ստացած մի քանի տասնյակ հազար դրամը չի հարցը, որ այդ իրենց բանկային շահերը սպասարկեն, հետեւաբար ուղղակի հերթական կապրիզն է, փորձում են ցույց տալ ինչ-որ բարեփոխումներ են անում, որ բոլորը քարտերից օգտվեն, բայց այդ քարտային համակարգը իհարկե լավ է, ոչ մեկ չի հերքում, բայց սա պետք է լինի ընտրություն։ Եթե մարդը ուզում է քարտից օգտվել, ընդ որում եթե քաղաքացուն ինչ-որ մի բան պարտադրում ես, դրա դիմաց պետք է այդ մարդուն տաս հնարավորություն։ Եկեք ապահովեք բոլոր գյուղերում այնպես արեք, որ առնվազն ենթադրենք 3
բանկի բանկոմատ է դրված։ Եթե մարդը գնում ես դու պետություն ես, ասում ես Ժորժ ջան, ես բոլոր գյուղերում ձեր համար բերե բանկոմատ եմ դրել, այդ դրանից հետո կարաս մարդկանց ասես, գիտեք ինչ, բայց պետությունը միշտ քաղաքացու համար առաջի քայլը ինքը պետք է անի։ Ինչի՞ է այդպես բարթացնում թոշակառուների գործին, չէ՞ որ ինչ որ էլի դեղից են ինչ որ բան քերի տանի այդ Դե ինչը չեն բարթացրել։ Հա, բոլոր ոլորտներում բարթացնում ես, մարդիկ գործից չեն հասկանում ախր, ես հիմա մեզ է որ մի հատ ոլորտ վստահեն, ասեն գնացեք։ Չէ, դե բայց իրանց թվում է հիմա մեզ է որ մի հատ ոլորտ ասեն գնացեք մի հատ ինչ-որ բան վերանորոգեք, որից չենք հասկանում, կգնանք քանդենք այդ ամեն ինչ։ Բայց մարդիկ հասարակ կառավարումից չեն հասկանում, նայեք ինչ գործ ունին այս մարդիկ դառնան սոցիալ նախարար, վարչապետ, փոխվարչապետ։ Այս նույն տրամաբանության մեջ կայացնում են որոշումներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Նստում են ինչ-որ նայել են, հա կարող են ինչ-որ եվրոպական երկրների եկամուտները նայեք, եվրոպական երկրների ռեֆորմները նայեք։ Այսօր ասում եմ բան մարդիկ գյուղերում ինչ վիճակ է, գյուղերում այդ մոտավորապես երեմի 7-800 գյուղում բանկոմատ չկա։ Այդ մարդը լավ է թոշակը քարտը առնի, ինչ անի, տանջվի։ Կան ուժեր, որ առաջարկում են, ասում են մենք եղել է ժամանակ, որ 5 անգամ թոշակները բարձրացել են, հիմա էլ ասում են 50%-ով ռեալ է, որ կարող են բարձրացնել, ռեալ է իրատեսական է, որ կարող են բարձրացնել։ Ասեք, բոլոր ընտրություններից առաջ ամենագլխավոր հարցը դառնում է թոշակների բարձրացումը, բայց որ հետեսնեմ թոշակները ունենք են, ինչ ունենք, այսինքն ստեղ էլ էլի իրատես լինենք, շատ անընդունելի է առավել եւս թոշակառուներին ուղված պոպուլիզմը։ Կարելի է բարձրացնել, բայց որ ասել մի, հա, բայց ոչ մի քանի անգամ, այսինքն ակնհայտ է, որ չէ, դե հիմա չէ, 5 անգամ բարձրացնելը այդքան չի բարձրացել, նվազագույն թոշակը շատ ցածր է, այսինքն հիմա այս պահին թոշակը իհարկե ցածր է, բայց շատ կարևոր է տեսեք, ոչ թե թոշակները բոլորինը բարձրացնել, այլ նվազագույն թոշակը բարձրացնել, որովհետև մարդիկ կան ստանում են 35-40 հազար դրամ, մարդիկ կան ստանում են 100,000։ Այսինքն պետք է այնպես անել, որ մեր մոտեցումը նա է, որ նվազագույն թոշակը պետք է լինի սպառողական նվազագույն զամբյուղի չափ, մոտ 80, հա, մոտ 80,000 դրամ։ Դրա հնարավորությունը, եթե այտենց մի ամսում է չկա, մի քանի տարվա մեջ շատ հնարավոր է, որովհետև կառավարությունը բազմաթիվ անիմաստ ծախսեր է անում, օրինակ նույն, ասում եմ, այս ահռելի պետական պարտքը, ընդ որում պետական պարտքի մեջ շատ կարևոր է որ մեջբերեցիք, նաև տոկոսն է բարձրացել, այսինքն ինչ է դառնում, ոնց որ դու գնաս թանկ վարկ վերցնես, եթե թանկ վարկ ես վերցնում, նույն վարկը, դու շատ ես ծախսանում, այսինքն դու չես կարող սնունդ առնես, գնում ես վարկ ես։ Հիմա մենակ այս կառավարության վարկերի տոկոսի պատճառով, ես չեմ էլ ասում գումարը, ենթադրենք գումարը համարենք նորմալ է, մարդիկ ասում են պարտք ենք վերցրել, գործ ենք արել։ Միայն տոկոսի բարձրացումն եմ ասում, որ անդադ ասում ենք պետական պարտքը 8 միլիարդ պարտք են վերցրել, համարենք արդյունավետ է։ Տոկոսի բարձրացման պատճառով, որ 2.5%-ով համարյա տոկոսը թանկացել է 18 թվականից մինչև հիմա, մենք տարեկան 100 միլիարդ ավել ծախս ենք անում։ Այսինքն 100 միլիարդ միայն ավել տոկոս ենք վճարում, ոչ թե ընդհանուր 350 միլիարդ ենք տոկոս վճարում։ Իսկ հիմա եթե տոկոսը մնար 18 թվականի տոկոսը, այսինքն միայն այս 100 միլիարդը հնարավորություն է տալիս, որ թոշակը նվազագույն դառնա 60,000 դրամ։ Այսինքն գոնե այդ միանգամից, բայց մեծ խոսում են մեր միջազգային գործընկերները, մեզ աջակցում են, բայց միջազգային գործընկերները ինչի վարկ չեն տալիս։ Ինչի եք ներքին պարտք վերցնում, ինչի չեք կարողանում գնալ եվրոպական, միջազգային ֆինանսական կազմակերպությունից գնալ են 0.1-0.2%-ով վարկեր բերեք, օգնությունը չէ, հա, գոնե այս մեր թանկ վարկերը վերափոխեք, եթե մեր վարկի տոկոսը հիմա մոտ 7-2% է։ Եթե իջացնենք, սարքենք գոնե 2-3%, տարեկան ասում եմ 200 միլիարդ դրամ, այսինքն ամբողջ առողջապահության բյուջեի չափ փող կխնայենք։ Շատ լավ։ Եթե մի քանի տարի առաջ ասենք ադրբեջանցիները գալի են այստեղ ազատ պատտվեն, ինչ-որ ձայնագրություններ անեն, դրան հայտարարություններ անեն, հարյամ, ինչ-որ բաներ անեն, կասեին դե դա չգիտեմ ինչ ժանից է, արդեն այսպես մեծ տարածում է ստացել, Երևանով պատտվում են, Երևան ենք եկել, Ամասիան ասում են գալի ենք մեր գերեզմանների, խնդրել եմ, շատ ռեալ, իմ այսպես ինչ է տարածում, այսինքն այդ սարսափելի կյանքը իրատեսական է, ռեալ է և ճանապարհը իրականում Նիկոլը իրենց համար բացեց, խնդրել եմ, ինչ է խոսում, ազատ կարողանալ։ Խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, ադրբեջանցիները Հայաստանի մեջտեղում կանգնած, տեսեք ինչ են անում և ինչ ազատությամբ և ինչ հանգստությամբ։
Ակնհայտ է, որ սա Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված է այս ամենը, այնպես չէ որ տենց քյանդերբազի պես որոշել էին գային թաքուն Հայաստան, մի հատ է նկարային, մտածելով վայ, որ կարողա բռնվեն, էս լինի։ Սա հերթական այն Պանդորայի արկղն է բացվում, որ ցույց տալով, որ հարմարվել։ Այսինքն տեսեք նույն ադրբեջանական բենզինը։ Այսինքն խնդիրը ադրբեջանական բենզինը չէր, այնպես չէր որ բենզինի սովեր կամ տենց կարևոր էր այդ բենզինի ներմուծումը առավել եւս Ադրբեջանի համար կամ Հայաստանի համար։ Սա հերթական անգամ հայեր փորձում են հասարակությանը հարմարեցնել։ Իսկ տեսնեն ինչա, ինչ զգացողություն է, ինչ հակա քայլեր է իրականացվում։ Ա եղավ մի երկու օր այդ ադրբեջանական բենզինից տենց բողոքներ, ինչ որ տենց բոյկոտներ եւ այլն, հիմա շարունակվում է, հիմա ինչ որ մասը, այսինքն հիմա ադրբեջանական ապրանքների արկայությունը տեսան, որ տենց ինչ որ մեծ բունտ չի առաջացնում, գոնե բենզինի պարագայում։ Հիմա սա է, այսինքն 1-2 այս ադրբեջանցիները, որ գալիս են, քայլում են բան, հիմա այսինքն քայլ առ քայլ փորձում են եւ այն վտանգները, որը խոսում ենք, որ եթե այսօր թվում է թե խաղաղություն է, այսինքն խաղաղությունը այնքանով, որքանով սահմանին կրակոցներ չկան, խաղաղությունը մենակ կրակոցների բացակայությունը չէ։ Սա հերթական քայլերից մեկն է, որ եթե ոչ հիմա, մեզ բոլորիս թվում է, որ եթե Ադրբեջանը այս 1-2 ամսում իր ուզածներին չի հասնում, վերջ, ամեն ինչ լավ է։ Ադրբեջանը այս 5 տարում է հասնում։ Հիմա նույն տրամաբանությամբ 5 տարի ասեց, հələ Սյունիքով ճանապարհը գետնի վրա չի ասել։ Բայց Ադրբեջանը այնպես չէ։ Միայն չի ասել, Հայաստանի Հանրապետությունից արդեն այդ տեսանկյունից մի օր հասնելու ենք դրան, հետեւաբար ադրբեջանցիների գալը, որ Հայաստանում կարող է գան ապրել, այո, կարող է առաջիկա 1-2 ամսում չլինի, բայց եթե մենք մենակ այդ տեսանկյունից մտածում ենք 1-2 ամսվա մասին, դա անմտություն է եւ Ադրբեջանը միշտ երկարաժամկետ պլաններ է մշակում, ինչպես եղավ 20 թվականի պատերազմին, մարդիկ 20 տարի պատրաստվում էին։ Հիմա այո, կարող է 5 տարի, 10 տարի, 20 տարվա ծրագիր ունենա, որով sense պատրաստ են ադրբեջանցիների գալուն։ Դռները բացված, պետք է Ադրբեջանը 5-10 տարի հետո իրականացնի։ Չէ, եթե այս իշխանության պարագայում իհարկե ոչինչ չի խանգարում եւ 5 տարի ո՞ր է պաշտպանելու։ Եթե ինքը ասեք որոշեց հռչակաբանը, սահմանադրությունը փոխի, հռչակագրից հրաժարվի։ Մենք խոսում ենք այն սցենարով, որ ամեն ինչ պետք է անենք, որ այս իշխանությունը մի քանի ամսվա կյանք ունենա եւ այդ պարագայում վերականգնենք մեր ուժերը եւ բացառենք բոլոր այն վտանգները, որը Հայաստանի առջև կարող են լինել եւ դրա լուծումը առաջիկա ընտրություններն են, որ այն բոլոր մարտահրավերները ու վտանգները, որ կախված են մեր ժողովրդի գլխին, այդ ամեն ինչից պետք է խուսափենք բացառապես այս իշխանության հեռացմամբ։ Իսկապես ձեզ այդ հանգստությունը որտեղից որ Ադրբեջանը դեռ 5 տարի Չէ, ես նկատի ունեմ, որ նույնիսկ եթե Ադրբեջանը ինչքան ժամանակ տվեց Արցախին։ Ադրբեջանի կողմից ամիսա տալիս կամ ժամ տալիս ժամ չտվեց, ասեց ես 1 օր ժամանակ դատարկում եք Արցախը։ Ինչի պիտի բան չանի, Սյունիքում որ դատարկում է գյուղերը, քանի ժամ է տալիս։ Տեղյակ չէ, ոնց է հիմա դատարկում Եղարքունիքում, Տավուշում, Սյունիքում գյուղերը, տեղյակ չէ։ Ժամ է տալիս, ասում դե ազատեք, չէ։ Ես նկատի ունեմ, որ եթե նույնիսկ կարճաժամկետ հատվածում էլ չլինի, Ադրբեջանը միշտ երկարաժամկետ պլաններ է մշակում եւ պետք է զգոն լինել այդ ամեն ինչին։
Ակնհայտ է, այո, որ այն փաստը, որ այս իշխանությունը շարունակում է կառավարել, ընդդիմության մեղավորությունն է։ Հետևաբար չպետք է երգել, պետք է ազնիվ լինել հանրության հետ, որ այս ընթացքում ընդդիմության այն հատվածները ես բոլորին կարող ենք նկատի ունենալ, ովքեր որ նաև հանրության մոտ սերմանել էին վստահություն, որ 1 ամսից 2 ամսից հեռանալու է, հիմա չի ստացվել, այսինքն ոչ իմպիչմենտի գործընթացը ստացվեց, ոչ փողոցային պայքարը։ Ոչ մեկ չեք կարողանում կարևոր հարցերը բերել, սոցիալական հարցերը ունեն ձեր ուժը կարողանալ, գերիների հարցերը ձեր ուժը կարողանալ, այսինքն օրական ամենամեծ պրոբլեմը, որ չեք կարողանում թոշակառուների հարցը, 500,000 թոշակառու ունենք, բերել օրական եւ թույլ չտալ անգամ, որ իրենք իրենց, տեսեք, այնքան ազատ է, որ հասան իրենց եւ տանում են այդ համակարգի տակ, որը սպառնալիք է։ Ընդդիմությունը յուրաքանչյուրը իր գործնեությունն է ծավալում, հիմա չեմ կարող մեկնաբանել յուրաքանչյուրի գործնեությունը, դրա մեկնաբանությունը ժողովուրդը պետք է տա, մենք անում ենք առավելագույնը, որ առաջիկա ընտրություններին մաքսիմում համախմբված ներկայանանք եւ այնպիսի թիմով ներկայանանք, որը հանրության մոտ կբերի վստահություն եւ կարծում եմ, որ ընդդիմադիր էլի մի քանի ուժեր բավականին արդյունավետ եթե աշխատեն, առնվազն համատեղ ջանքերով հնարավորություն կա այս իշխանությանը հեռացնելու, թեև հասարակության մի հատվածը արդարացիորեն հիասթափված է քաղաքական գործընթացներից, բայց շատ կարևոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանրությունը իմաստավորի այն առումով, որ այս ընտրություններում սխալվելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, ինչպես մենք վերջի տարիներին տեսանք, փաստացի առաջին անգամ մենք գնում ենք ընտրությունների, որտեղ առանց Արցախ ենք, Հայաստանում նման բան չի եղել, եւ անկախ նրանից, որ կա ընդդիմության նկատմամբ վերապահումներ, թերահավատություն, սխալներ եւ այլն, այո կա, ոչ մեկ կատարյալ չէ, ինչպես կատարյալ չէ ցանկացած ոլորտում, երբ որ մենք ընտրություն ենք կատարում, երբ որ հիվանդանում ենք, գնում ենք հիվանդանոց, ի վերջո մի բժշկի մոտ գնում ենք բուժման, չէ, չենք ուսումնասիրում, այդ պայն ընտրում ենք հնարավորինս լավագույնը։ Հիմա ընդդիմությունը ունի սխալներ, ընդդիմությունը ունի թերություններ, իհարկե ունի, բայց պետք է կատարենք ընտրություն, հենց այդ բառն էլ է դրա մասին։ Ընտրել այս իշխանությանը, թե ընտրել ընդդիմություն, որտեղ այո, կարող են որոշ հատվածում ինչ-որ սխալներ են եղել կամ հիմա ձեր պատկերացումները չկան, բայց պետք է կատարել ընտրություն, որովհետև եթե չեք կատարում ընտրություն, այդ ընտրությունը կատարվում է, մնալով այն ինչ որ կա, այսինքն այնպես չէ, որ եթե դուք ընտրություն չկատարեք, այս իշխանությունն էլ է գնում, ընդդիմությունն է հետը։ Այդ շատ կարևոր է, չէ՞ որ բոլորին եթե չեք գնում ընտրության, չի նշանակում այդ ընտրությունը չի լինում։ Այդ ընտրությունը լինում է, իշխանությունը առնվազն մնում է իշխանության, հետևաբար բոլորիդ կոչ ենք անում, որ վերաիմաստավորեն մոտեցումները։ Այո, կան խնդիրներ, բայց այս խնդիրները այո քայլ առ քայլ պետք է լուծեն։ Մասնակցելու ենք, այս պայն ունենք խորհրդակցումներ մի շարք քաղաքական ուժերի անհատների հետ, որովհետև ընտրություններին մասնակցելը այդ ամբիցիաների ու ինքնադրսևորման հարթակ չէ առավել եւս այս ընտրություններում։ Անում ենք առավելագույնը, որ թիմը ուժեղացնենք, ելի կուսակցություններ, ելի ուժեր, առաջիկայում գանք ընդհանուր հայտարարի, այս պայն զերծ կմնամ անուններ տալով, քանի որ դեռ վերջնական համաձայնություն չկա, լինի համատեղ կհայտարարենք, բայց վստահեցնում եմ, որ հանրության համար կունենանք այնպիսի առաջարկ, որպեսզի նաև այն մտահոգությունները առնվազն գոնե մեր մասով փարատենք եւ հանրությանը անենք առավելագույնը, որ գնա ընտրության եւ չընտրի այս իշխանությանը։